Իրենց պոտենցիալը կախված է մեկ հանգամանքից, թե որքանով իրենց կհաջողվի մեր ընտրողներին խաբել։ Եթե իրենք կարողանան մեր ընտրողներին խաբել, իրենց ձևով խաբել, այսպես ասեմ, դուք մնացած արդեն կհասկանաք, ուրեմն իրենք ունեն մեծ պոտենցիալ հնարավորություն ազդել Հայաստանում քաղաքականության վրա, որովհետև իրենց ձևով Հայաստանում եկած կառավարիչը, ղեկավարը, ես հատուկ եմ ասում կառավարիչը, ինքը չի լինելու անկախ ինքնիշխան Հայաստանի ղեկավար։ Ինքը իրենց ձևով սպասարկելու է իրենց շահերը։ Սա է խնդիրը։ Այսինքն այս դեպքում իրենք այդ 100 միլիոնով, 165 միլիոնով, շատ ցածր գնով, կոպեկներով, եթե դա ստացվի, եթե կարողանան խաբել մեր ընտրողին, իրենք մեր արտաքին քաղաքականությունը նորից կվերադարձնեն անցյալ։ Նորից ճահիճ են մտցնելու մեր երկիրը եւ մեզ սպառնալու է Արցախի ճակատագիրը հետեւապես։ Եթե մեր բնակչությունը, մեր մարդիկ, հայերը լինեն շատ ավելի խոհեմ, հիշեն անցյալի դասերը, ոչ հեռու անցյալի դասերը, եւ չգնան այդ քվեարկության եւ պրոռուսական ուժերին չընտրեն, Ռուսաստանը շանսեր չունի այստեղ, որ ինչ որ բանի վրա ազդելու։